Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Երազանքը ինձ միշտ ստիպում է առաջ գնալ եւ ձգտել։ Երազանքն այն միտքն է, որը ինձ միշտ ասում է՝ մի հանձնվիր, գուցե մի օր ստացվի։ Եվ երբ որ ես հավատում եմ իմ երազանքին, ամեն ինչ անում եմ, որ այն դառնա նպատակ եւ ավելի մոտ լինի իրականությանը, այդ ժամանակ արդեն իմ երազանքը կատարվում է։ Շատ քիչ երեխա իր երազանքին հասնելու համար օրինակ 3 ամսում կսովորի օտար լեզու։ Ես շատ քիչ երեխա գիտեմ, ով իր երազանքի համար մեկ շաբաթում կկարողանա սովորել օրինակ 10 երգ, նոր, անգլերեն, եւ բեմը ամենաշատը դա է սիրում։ Do mi sol mi do, do mi sol mi do։ Իր մոտ ցած մանկուց երազանք է, որ ինքը պարտադիր պետք է մի տարի իր երազանքը իրականացնի եւ մասնակցի Եվրատեսիլին, ինչքան էլ բազմաթիվ մրցույթների մասնակցել է, բայց ինքը համարում է Եվրատեսիլը անմրցելի է բոլոր մրցույթների հետ։ Եվրատեսիլը միշտ եղել է մեր սիրելի երգի մրցույթներից մեկը ու ամեն տարի մենք պատրաստվել ենք, այսպես ասած, այդ մրցույթին։ Դրոշներ ենք պատրաստել, միշտ անհամբեր սպասել ենք։ Բոլոր երգերը լսում ենք միշտ Եվրատեսիլը սկսելուց առաջ երկրպագում ենք, ունենք մեր ֆավորիտները ու ամեն տարի կարծես Եվրատեսիլը մեր համար մի փոքր տոն լիներ։ Do re mi fa sol fa mi re, do re mi fa sol fa mi re, do re mi fa sol fa mi re։ Ես միշտ ասում եմ, որ բեմը սիրում է շատ համարձակների։ Դու պիտի անպայման լինես միլիոնից մեկը։ Դու պիտի գտնես քո մեջ այն, ինչ քեզ կտարբերի միլիոնավոր քո տարիքի երեխաներից։ In the back of my mind all the time։ Ես Ալբերտ Արմենակյանն եմ, 12 տարեկան եմ։ Երգել եմ սկսել 5 տարեկանից եւ շատ եմ սիրում երգել։ Սկսել եմ երաժշտական կրթությունս Երգի պետական թատրոնից։ Մեզ շատ փորձություններ են սպասվում։ Երգի պետական թատրոնում ուսումը չավարտած, ընդունվեցի Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական դպրոց, դաշնամուրային բաժին։ Ավարտեցի Երգի պետական թատրոնում իմ ուսումը, ընդունվեցի Զարուհի Բաբայանի երգի ստուդիա եւ մինչեւ հիմա այնտեղ եմ հաճախում։ Մի հատ հարց։ Բոլորդ գիտեք Եվրատեսիլ մրցույթի մասին։ Ահա։ Իսկ Հայաստանի կողմից ով է առհասարակ մասնակցել։ Լեոն, Մալեն, ինչ։ Վլադիմիր Արզումանյան, Young Girls, Նարե։ Իսկ գիտեք այս տարի ով է մասնակցելու Եվրատեսիլ։ Չգիտեք։ Չէ, չգիտեք։ Ուրեմն այս տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու է Ալբերտը։ Երբ սկսեց խոսել, արդեն դրանից հետո սկսվեցին փոքր փորձեր երգելու, անդադար տանը երգում էր։ Սկզբից գնաց մասնավոր խմբակ, հետո զգացինք, որ իրոք ունի տվյալներ, որոշեցինք, որ կգնա երգի թատրոն։ Եթե չեմ սխալվում, վերջի տարին էր Արտուր Գրիգորիչը, երբ որ հենց ինքը ընդունելություն էր անում։ Մենք գնացինք այսպես պայմանավորված, որ եթե ընդունվում ես, եթե Գրիգորիչը ընդունում է քեզ, ուրեմն գնում ենք այդ գծով։ Եթե ոչ, ուրեմն դա մեզ պարզապես որպես ծնող թվացել է, որ ունես տվյալներ, այդպես ընդունվեց ու ամեն ինչ այդտեղից սկսվեց։ Երգի պետական թատրոնու առաջին վայրն էր, որտեղ ես ստացա երաժշտական կրթություն եւ ինձ համար շատ հետաքրքիր էր այնտեղ։ Մենք խմբով էինք, ես անհատական չէի պարապում եւ արդեն երբ ավարտեցի Երգի պետականում կրթությունը, սկսեցի այնտեղի ներկայացումներին մասնակցել, ինչը ինձ դերասանական փորձ տվեց եւ ամենակարևորը այն օգնում է բեմում ազատ լինել։ Я хочу, чтоб жили лебеди и от
Առաջին անգամ, երբ հանդիպեցի Ալբերտին, նա 8 տարեկան էր։ Իր համար արդեն երաժշտությունը ուներ եւ ձև, եւ որակ, եւ նշանակություն։ Ամենաուրախալի փաստն այն է, որ մեր ճանապարհը սկսեց շատ ակտիվ։ Մենք հենց այդ առաջին տարին որոշեցինք, որ նա պիտի մասնակցի մրցույթի եւ իր առաջին քայլերը կարծես լուրջ, ավելի մրցույթային եւ ավելի ստրեսերով լի աշխատանք սկսվեց, որովհետեւ մասնակցել մրցույթի 8 տարեկանում դա բավականին պատասխանատու գործ է ըստիս։ Սա իմ երաժշտական սենյակն է, տան մեջ ամենասիրելի սենյակն է, քանի որ այստեղ պահում եմ այն եւ հավաքում եմ այն, ինչ որ ինձ կարող է հիշեցնել երաժշտության մասին։ Սա իմ առաջին մրցույթի մրցանակն է։ Հայաստանում էր այդ մրցույթը եւ ընդհանրապես չէի ակնկալում, որ կարող էի Grand Prix շահել, քանի որ այն ժամանակ դեռ փոքր էի եւ նոր էի սկսում երգել։ Դրանից հետո սկսեցի տարբեր մրցույթներին մասնակցել Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Մրցանակներն են։ Առաջին մրցույթում երբ երգեց, արդեն ավարտվեց, սպասում ենք, երբ տեղերը պետք է հայտարարեն, դե ես սենց մտքումս որպես ծնող մտածում եմ, Աստված ջան, առաջին անգամա գոնե թեկուզ երրորդ տեղ լինի, որպեսզի երեխան չկոտրվի։ Հայտարարեցին երրորդ տեղ, իր անունը չկար, երկրորդ չկար, առաջի չկար, ասի դե լավ, ուրեմն վերջ։ Ու արդեն այնտեղ մնում էր մեծ մրցանակը, ասի դժվար։ Մեծ մրցանակը հենց առաջին մրցույթում ինքը արժանացավ եւ այդտեղից սկսվեց մեր մրցույթների շղթան։ Անմոռանալի պահեր ապրեցի ես այս դահլիճում։ Բազմաթիվ մրցույթների է մասնակցել Ալբերտը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, Ռուսաստան, Իտալիա, Ֆրանսիա, եւ ամեն անգամ մենք հասկանում ենք, որ ահա մենք արեցինք եւս մեկ քայլ առաջ, եւ դա ամենակարևորն է։ Երբ դու ըքնաջան աշխատում ես, երբ դու անում ես ամեն ինչ, բառիս ամենալայն իմաստով ամեն ինչ, որ հասնես քո երազանքին, ես վստահ եմ, որ դա չլինի այսօր, դա չլինի վաղը, անպայման միևնույն է դու հասնելու ես քո երազանքին եւ այն կատարվելու է։ Ամենակարևոր մրցույթը, որի ես մասնակցել եմ, Ֆրանսիայի The Voice Kids-ն էր, որը ինձ նորից փորձ տվեց շատ մեծ, շրջապատ։ Ֆրանսիայի The Voice-ի համար ես ֆրանսերեն եմ սովորել, ամեն օր գնում էի պարապմունքի, 3 ամիս ունեի։ Եվ 3 ամսում ֆրանսերեն սովորեցի, քանի որ պարտադիր է, եթե մասնակցում եմ ինչ-որ երկրի voice-ին, պետք է այդ երկրի լեզուն իմանամ։ Ամենահիշարժան եւ անմոռանալի պահը ինձ համար եղել է Պատրիկ Ֆիորիին հանդիպելը եւ իր հետ դուետ երգելը։ Առաջարկել եմ իրեն, որ դուետ երգենք եւ այս նկարը վերցրել եմ, շատ անմոռանալի հուշ է ինձ համար, որը անպայման որոշեցի դնեմ իմ երաժշտական սենյակում։ Շատ ընկերներ ունեմ դպրոցից եւ երաժշտական միջավայրից։ Ընկերների հետ շատ եմ սիրում տարբեր տեղեր գնալ, զբոսնել, գիտարով երգեր երգել։ Ընկերս գիտար է նվագում եւ ես երգում եմ։ Մնացած ընկերներս ինձ օգնում են, ձայնակցում են։ Fly me to the moon and let me play among the stars. Ալբերտը շատ բարի ու ազնիվ ընկեր է, ինքը մի լավ հատկություն ունի, երբ որ
հաջողություններ ա ունենում, չի գոռոզանում, այլ մարդկանց հետ շփվում է լինենց, ոնց շփվում էր մինչև այդ հաջողությունները։ Երաժշտությունը ինձ եւ իմ ընկերներին միավորում է, քանի որ հիմնականում մենք նույն երաժշտական ճաշակն ունենք։ Ինչ ես իրան ճանաչում եմ, միշտ հետաքրքրված ա եղել ու ինչքան գիտեմ, իր երազանքն է եղել նաեւ մասնակցել մանկական Եվրատեսիլին ու հայտ ներկայացնելուց հետո մեզ միշտ ասում էր, որ ներկայացրել եմ հայտ, մենք էլ իրան ողջևորում էինք, ասում ենք հուսով ենք կմասնակցես այս տարի եւ իրոք այս տարի հաջողվեց նրան։ Արդեն 5 տարի է, ինչ ես հաճախում եմ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտական դպրոց, որտեղ անցնում են իմ դաշնամուրի, սոլֆեջոյի եւ երաժշտական գրականության դասերը։ Որպեսզի կրթությունը լինի լիարժեք, երաժշտական, մենք որոշեցինք, որ նա հաճախի դաշնամուրի, դա եւս իր ցանկությամբ ա եղել, այսինքն ինքն էր անդադասում, ես ուզում եմ երաժշտական գործիքի գնամ, արդեն կարողանում է ինքն իրեն նվագակցել եւ դա իրեն շատ է դուր գալիս։ Երաժշտական կրթությունը շատ կարևոր է երգչի համար։ Նրանք ստանում են դասական երաժշտության հիմքը, նրանք ծանոթանում են նոտագրությանը։ Հետագայում անգամ օգնում է ինքն իրան նվագակցել։ Դաշնամուրը զարգացնում է նրա պոլիֆոնիկ լսողությունը եւ շատ կարևոր է լավ երգիչ դառնալու համար ստանալ երաժշտական դասական կրթություն։ Երբեմն փորձեր անում եմ երաժշտություն գրելու, երբ որ ինչ-որ երաժշտական միտք է գալիս, անմիջապես ձայնագրում եմ այն, երբ դաշնամուրի վրա նոտաները արդեն մոտավորապես գտնում եմ, սկսում եմ թղթի վրա բոլոր նոտաները գրել եւ մի հատ էլ ձայնագրում եմ արդեն դաշնամուրով եւ իմ ձայնով, իսկ բառերի մասով դեռ ինչ-որ բաներ չեմ մտածել, սակայն կարծում եմ, որ ապագայում դա էլ կստացվի։ Ալբերտը իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից է, եթե ոչ ամենակարևորը։ Մենք ունենք նույն հետաքրքրությունները, դրա համար շատ ընդհանուր թեմաներ ունենք ու առօրյան մեր անցնում են միասին։ Ալբերտը ոչ միայն եղբայր է ինձ, այլ նաև ընկեր, ում հետ ես կարող եմ կիսվել իմ գաղտնիքներով։ Մենք իրար պատմություններ ենք տարբեր պատմում ու ես դատարկ կպատկերացնեմ իմ կյանքը շատ առանց Ալբերտի։ Այս ժամանակներ մենք աղբորս հետ խաղում ենք խաղեր, նայում ենք ֆիլմեր եւ երգեր ենք լսում։ Ուզում ենք խաղալ Մոնոպոլիա, Ալյաս, մեկ էլ Լարտես։ Լինում է, որ մենք խաղում ենք, ես տեղում եմ, որ պարտում եմ, ինքը նենց վերսախտեմ։ Երաժշտությունը Ալբերտի կյանքն է։ Ինքը չի կարող ինձ թվում է իր կյանքը պատկերացնել առանց երաժշտության։ Այդ սերը երաժշտության նկատմամբ իր մոտ դեռ փոքր տարիքից էր սկսվել ու մինչև հիմա էլ ինքը շատ մեծ սեր ունի դեպի երաժշտություն ու չի կարող անցկացնել իր առօրյան կյանքը առանց դրա։ Երաժշտության հետ կապված ունեմ շատ նախասիրություններ, առաջինը հենց երգ լսելն է։ Վերջերս սկսել եմ վինիլների կոլեկցիա հավաքել։ Սիրում եմ շատ Բիլի Այլիշին, հիմնականում իր երգերն եմ լսում։ Ունեմ իր բոլոր գրեթե վինիլները։ Ամենասիրածս երաժշտական ալբոմը սա է։ Պատրիկ Ֆիորի ալբոմն եմ առել Ֆրանսիայից եւ մի ստորագրությունը կարող ենք այստեղ տեսնել։ Գրել է Ալբերտի համար, ինչ հանդիպում, Ադելի երգերը շատ լավն են, ինձ դուր են գալիս, քանի որ իմ ոճի մեջ են։ Հիմա կդնեմ իմ սիրելի երգերից մեկը եւ լսենք, թե ոնց է հնչում վինիլային նվագարկիչով։ Դնում եմ Բիլի Այլիշի Hit Me Hard and Soft ալբոմի Skinny երգը։ Նա ապրում է երաժշտությամբ, երբ որ հարցում են ուրիշ ինչ նախասիրություն ունի, ոչինչ չես կարողանում ասել, բացի երաժշտությունից։ Ապրում է երաժշտությամբ, երգերով,
ազատ ժամանակը եւ ընդհանրապես ժամանակի մեծ մասը երաժշտությունն է։ Նա շատ բարձր առաջադիմություն ունի նաեւ դպրոցում։ Դա գալիս է նորից իր կազմակերպվածությունից։ Ինքը ամենտեղ փորձում է իր անելիքը ճիշտ տեղում լինի, երգից չտուժեն դասերը, դասերից չտուժի երգը, կարևոր դա է նրա համար առաջնային է, որքան որ ուսումը։ Սա իմ դպրոցն է, այստեղ են անցնում իմ դասերը։ Երբեմն երգի դասերի պատճառով այստեղ դասերը տուժում են, սակայն ես ամեն ինչ անում եմ, որ կարողանամ երկուսն էլ համատեղել եւ հասցնել։ Իսկ թե ինչքանով է ստացվում, եկեք իմանանք ներսում։ Գնացինք։ Ալբերտը կարողանում է համատեղել գիտելիքի եւ արվեստի հրաշալի ուժը։ Նա փայլուն սովորող աշակերտ է։ Ցուցաբերում է բարձր առաջադիմություն, աշխատասիրություն, պատրաստվածություն։ Նրա ելույթները միշտ ոգեշնչում են բոլորիս։ Ալբերտի օրինակով կարելի ասել, երբ որ հոգին սիրում է իր կատարած գործը, ապա արդյունքը դառնում է արվեստ։ Երեք տարի արդեն ինչ ես Ալբերտի դասղեկն եմ, պայծառ, ուրախ, լուսավոր աշակերտ։ Այն եզակի աշակերտներից է, ով կարողանում է եւ երաժշտականում հաջողություններ գրանցել գերազանց եւ դպրոցում գերազանց գնահատականներով է սովորում։ Մենք շատ ուրախ ենք, որ ունենք այդպիսի աշակերտ։ Երեխաներ, դասի ավարտին ես ուզում եմ ձեզ լավ լուր հայտնել։ Այս տարի մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու է ձեր դասընկեր Ալբերտը։ Նախասիրություններից է նաև լողը, հաճախում է լողի։ Շատ է սիրում գիրք կարդալ, երբ ժամանակ էլ ունենում, պարտադիր մի գիրքը 2-3 օրում ավարտում է։ Շատ հետաքրքիր է գիրք կարդալ ինձ համար, եւ ավելի շատ եմ սիրում գիրք կարդալ, քան ֆիլմ դիտել։ Տեսանք, որ մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլերի հայտն է բացվել եւ որոշեցինք անպայման այս տարի էլ փորձել։ Արդեն 3 անգամ հասցրել եմ մասնակցել նախընտրական փուլերին, հայտը լրացրեցինք եւ սպասեցինք պատասխանի։ Անցա հաջորդ փուլ, որը արդեն կենթանի կատարում էր, պրոֆեսիոնալ ժյուրիի դիմաց, երգեցի 2 երգ։ Ինձ կանչեցին հանրայինից հարցազրույցի եւ ասացին, որ սա վերջի փուլն է եւ պետք է իմանանք ձեր մասին եւ ես ընդհանրապես չէի սպասում, որ կարող էին ասել, որ ես եմ ներկայացնելու Հայաստանը մանկական Եվրատեսիլում։ Տարբեր փուլերով քննարկումներ ունեցանք, ձայների հաշվարկներ ունեցանք, մեր ժյուրիի եւ տարբեր իհարկե կարծիքներ հավաքագրեցինք այդ քննարկումների միջազգային կոլեգաների կարծիքներ։ Եվ ուզում եմ դες տեղեկացնեմ, որ ամենաշատ ձայները դուք եք հավաքել եւ դուք եք ներկայացնում։ Երբ մենք իմացանք, որ Ալբերտն է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլում, իր աչքերը եւ իմ հարցը ինչ ես դու այս պահին զգում, եւ իր այդ անհանգստությունն ու այդ էմոցիաները, երբ ինք ուղղակի զուսպ լինելով, կարծես չկարողացավ լավ իր էմոցիաները արտել, բայց այնքան խոսուն էր այդ ամեն ինչը, որ ես նույնիսկ իմ մոտ տպավորեցի, որ ես լսում էի ոնց է իր սիրտը բաբախում։ Այդ պահը, երբ դու հասար քո երազանքին։ Երբ իմացա, որ ինքն է մասնակցելու է, էմոցիաները անբացատրելի են, քանի որ այնքան սպասված էր այս պահը իր համար, այդ սպասումից չգիտեր ինչպես դրսևորի, ոնց արտահայտի իր ուրախությունը։ Երբ Եվրատեսիլն ենք նայում մանկական 18-19 թվականներին, ելույթներից մեկի ընթացքում Ալբերտը ասաց, եթե ես գնամ Եվրատեսիլ, ես այսպես կանեի, այսպես չէի անի, ու այդ կարծես տպավորումեց իմ մեջ, եւ երբ իմացանք, որ Ալբերտը ներկայացնելու Հայաստանը այս տարի Եվրատեսիլում, այդ տեսարանը կարծես իմ աչքի առաջ եկավ, ու հետո ես նայեցի Ալբերտին, ով արդեն հասել է իր երազանքին, ու հիմա նա ներկայացնում է Հայաստանը Եվրատեսիլում, ու ես ավելի վստահ եմ, որ նա պատվով կներկայացնի մեր երկիրը եւ մենք հաջողություն կունենանք այս տարի Եվրատեսիլում։ Ես շատ եմ ուրախացել եւ Նարոզյանի էր որ գնալ եւ
Մաղթում եմ, որ նախտի։ Եվ ես եւ Ալբերտը կփորձենք ամեն վայրկյանից ստանալ այդ գերագույն հաճույքը, որ ընձեռնվել է մեզ։ Եվ ամենակարևոր պահը, եւ որի մասին որ ես շատ եմ խոսում Ալբերտի հետ, որ յուրաքանչյուր ելույթից, յուրաքանչյուր արված աշխատանքից եւ յուրաքանչյուր պահից, երբ դու հայտնվում ես բեմում կամ process-ի մեջ ես, դու պիտի ստանաս այդ հաճույքը, որովհետեւ եթե դու չկարողացար վայելել այդ պահերը, դու երբևիցե բեմում չես կարողանա այդ ամեն ինչը քո հանդիսատեսին հանձնել։ Այսպիսով ես ներկայացնելու եմ Հայաստանը մանկական Եվրատեսիլում։ Հիմա շատ դժվար ճանապարհ է, շատ հետաքրքիր ճանապարհ է սպասվում ինձ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ իմ հնարավորության սահմաններում ներկայանամ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։